Եթե իրենք քաղաքական գնահատական չեն տալիս, ուրեմն իրենք պաշտպանում են, աջակցում են այդ քաղաքականությանը, օրինակ հիմա Նագորնի Ղարաբաղը քաղաքացիական պայմանագիրը հանձնեց, լքեց, թե Ռուսաստանը խլեց ու հանձնեց։ Ես ասում եմ, որ կա փաստաթուղթ Բրեստ-Լիտովսկի եւ Մոսկվայի կոնֆերանսի Բրեստ-Լիտովսկը 1918 թվականին, Մոսկվայի կոնֆերանսը 1920 թվականի մարտին, նայել էր մարտին, Նագորնի Ղարաբաղը Ռուսաստանը հանձնեց Ադրբեջանին, Թուրքիա Ադրբեջանին, այդպես ասեմ, Բրեստ-Լիտովսկում, բայց դրանից առաջ նա եկավ մտավ, ճիշտ է։ Տեսեք ինչ եմ ասում։ Մենք ունենք երկու փաստաթուղթ Նագորնի Ղարաբաղի մասին։ Մեկը 1918 թվականին Բրեստ-Լիտովսկում Ռուսաստանը հանձնեց Նագորնի Ղարաբաղը Թուրքիային, երկրորդը 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայի կոնֆերանսում Նագորնի Ղարաբաղը հանձնեց Թուրքիային ու Ադրբեջանին։ Հիմա 2020 թվականին էլ, չէ, նոյեմբերի 9-ին։ Նրա մասին եմ խոսում, բայց ոնց կարելի է անընդհատ նույն բանը հանձնել։ Ուրեմն դա հանձնելուց հետո փուլ են հանձնել։ Գենոցիդ կազմակերպելով։ Այդ տեղահանությունը գենոցիդի մի տար է։ Ուրեմն եւ նոյեմբերի 9-ին հիմա մերոնք փայատեր են քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Ինքը նույնպես հանձնողներից է, թե դեմ է հանձնելուն։ Այսինքն գնահատականը տվեք։ Բրեստ-Լիտովսկի փաստաթղթի գնահատականը տվեք, Մոսկվայի կոնֆերանսի փաստաթղթի գնահատականը տվեք եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի գնահատականը տվեք։ Շատ ներողություն, պարոն Արշակյան, մենք խոսում ենք այն մասին, որ Հայաստանը կարծես թե կողքից նայում է, թե ինչ է կատարվում։ Այլ որ ասում եք Ռուսաստանը տվեց, այստեղ տվեց, այնտեղ տվեց եւ 20 թվականը այս 5-6 տարի առաջվա։ Հայաստանը Եռաբլուրը մերն է, մենք այնտեղ ենք եղել։ Գիտեք, մեկը կա երկում ասում ուր է իր Աստված։ Աստված մեզ հետ է եղել։ Մեր հետ էր։ Մենք էլ այնտեղ ենք։ Գենոցիդի էր ենթարկվում Աստված մեզ հետ միասին։ Մեր հետ էր Աստված։ Մենք կռվել ենք։ Ես դա եմ ասում, եթե դու նրանց գնահատականը տալիս ես, մեր գնահատականն էլ ես տալի։ Այս հաղորդման գնահատականը պետք է տրվի։ Մենք հիմա կռիվ ենք հայտարարում։ Գենոցիդի դեմ մենք կռիվ ենք սկսել։ Մենք ֆորպոստի դեմ կռիվ ենք անում, մենք Տիկին Գայանե, այս հաղորդումով եւ ովքեր որ դեռևս նայում են մեզ։ Մենք ասում ենք համաձայն չենք։ Մենք չենք ուզում կոտորվել։ Մշտապես։ Պարբերաբար։ Մենք կռիվ ենք տալիս, մենք պաշտպանվում ենք։ Մենք հիմա քաղաքացիական պայմանագրին Նիկոլ Փաշինյանին կոչ ենք անում։ Այդ սահմանադրությունը, որ ինքը պետք է բերի, դա ինչ սահմանադրություն է։ Ֆորպոստի սահմանադրությունն է։ Փրկվողի սահմանադրություն է, թե ազատ անկախ ժողովրդավարական Հայաստանի։ Նա ասում է իրական Հայաստանի։ Իրականը ո՞րն է։ Դա էլ։ Ասա իրականը, հավասարակշռված հայ ժողովրդի օջախ էր ասում ինքը, չէ։ Հայապահպանության համար է այդ սահմանադրությունը։ Բայց որ ասում է Դաստոևսկին ու Միքայել Նալբանդյանը դա նկատի ունեի։ Հայապահպանության համար էր, նրանք հայապահպանությանը դեմ էին, հայկականությանը դեմ էին, թշնամի էին հայկականությանը։ Հիմա մենք ասում ենք այդ սահմանադրությունը ինչն է պաշտպանելու։ Օկուպացիոն զորքերին է պաշտպանելու։ Օրինակ Գյումրի զորախումբը որտեղից է եկել, երբ է եկել։ Գիտեն մարդիկ, որ զորախումբը եկել է նվաճել է, Ղարսը հանձնել, եկել Ղարսում նստել է։ Ղարսից է տեղափոխվել այստեղ, հանձնել է Թուրքին, եկել այստեղ նստել է։ Այ գնահատականը դա հիմա ում կողմից է Նիկոլ Փաշինյանը։ Ուզում եմ իմանալ ում կողմից է, մեր կողմից է, թե օկուպանտների։ Գնահատականը անվանումը տալիս են իրական Հայաստան, որը էլի պարզ չէ եւ այսինքն լավ էլ պարզ է, մենք լավ էլ հասկանում ենք դա ինչ է նշանակում, բայց բովանդակությունը ավելի ուրիշ է, այսինքն անվանումը այլ է, այն չէ թե ինչ պետք է լինի, բովանդակությունը ընդհանրապես այլ է։
Միջանկյալ ասեմ, սա հայտակշիռ չի, նույնիսկ այլ է ջնջել։ Այդ ազգային ժողով դրանց խի բերեցիք։ Այդ Տրոցկին, այդ բոլոր օկուպանտներին խիթուլ տվեցիք, որ մտնեն ազգային ժողով։ Ժողովրդավարությունը այդքան ձայն են հավաքել մտել։ Այսինքն հայհոյում եք մեզ, մեր ժողովուրդը թշնամուն բերեց, հա, օկուպանտին բերեց, թախտին նստացրեց ու վճարել է։ Ձեր վարկածը որն է։ Դուք ոնց եք Ես պատասխանում։ ասում եմ, այ դրա դրսևորում Ոնց թույլ տվեց, որ նրանք մասնակցեն այդ ծրագրով։ Պուտինը ասաց քանիսին ապրիլի 1-ին ասաց։ Ապրիլի 1-ին Պուտինը Ինչ ասաց այ քաղաքական գնահատականը, այդ ապրիլի 1-ի Պուտինի հայտարարության քաղաքական գնահատականը ինչ ասեց, դա էլ եղավ։ Մարդն ասեց, պետք է գան մերոնք, ու եկան նրանք, տեղավորվեցին ազգային ժողովում։ Այդ ինչ որ ասում եմ, Խաչատուր Աբովյանին, Միքայել Նալբանդյանին, Եղիշե Չարենցին, Բակունցին, սպանողները եկան մտան ազգային ժողով, թիմը դրանք գնդա, այ Ղրիմի հայությանը, իրենց փաստաթղթերն եմ ասում, դրանք ռեաբիլիտացվածներ են, ես ում մասին որ ասում եմ, ռուսական իմպերիան նրանց ռեաբիլիտացրել է, ընդունել է, որ սխալ է արել, որ Բակունցին սպանել է ու սխալ է արել, այդ իշխանությունը, այդ երկիրը, պատասխանատու երկիրը, կոմունիստական կուսակցության իշխանությունը, ռուսական իմպերիան ընդունել է, որ ինքը սխալմամբ հայ ժողովրդին վատություն է արել, որ սպանել է Բակունցին։ Հիմա ես ասում եմ, բա այդ սպանողներին ինչի թույլ տվեցիք գան մտնեն Հայաստանի իշխանություն։ Պարոն Աշակյան, այսպեսի հարց տամ։ Փաստորեն, եթե մենք դիտարկում ենք այդ հռչակած իրական Հայաստանը, տարածքային, ոչ տարածքային տրամաբանության մեջ, դատելով նորընտիր ազգային ժողովի, ուրեմն ազգային ժողով անցած իրենք գլխականակ են ասում, ինչպիսին է այդ իրական Հայաստանը։ Եթե խոսում ենք իրական Հայաստանի մասին, Փաշինյանը անդադ ասում է իրական Հայաստան, եւ դա մի քանի պարամետրեր չէ պետք է լինեն։ Տարածքայինը թողնում ենք մի կողմ, տարածքայինի մասին չենք խոսում։ Որն է այդ իրական Հայաստանը փաստացի դատելով ազգային ժողովի պատգամավորների ցուցակից։ Ես չեմ ուզում կիսատ թողնել, որ ասեցի հայհոյվում է, մենք մեզ հայհոյում ենք, ասում են ժողովուրդը ընտրեց դրանց։ Այսինքն ժողովուրդը ընտրեց դահիճներին, բերեց իշխանության, որ փող տա։ Ստացվում է դա է իրական Հայաստանը։ Այ ես դրա համար եմ ասում, որ ուրեմն դա չի, ուրեմն մեր ժողովրդի կամքը չի, դա արդարադատության համակարգը հատորներով նյութ է հավաքել, դրանցից մեկը հերիք էր նրանց բանտ ուղարկելու համար, կամ իրենց հայրենիք աքսորելու։ Թող աքսորեն, թող Պուտինի մոտ աքսորեն, ընդեղ տեղ կա, Սիբիրում շատ տեղ կա։ Նրանք գիտեն Նավալնին ինչ, նավիճոկ կքսեն մռութներին, ներքնազգեստին կքսեն կսպանեն։ Ոնց եղավ, այսինքն մենք ընտրեցինք, հա, մենք Շահումյանին ընտրեցինք, մենք միասին։ Այսինքն, բա ինչ եղավ, դրա համար եմ հարցնում։ Հետ եմ գալի, նորից եմ հարցնում, ձեր վարկածը։ Մենք միասին ենք հետ, մենք միասին ենք։ Միասին հետ եք, պարոն Աշակյան։ Մենք մենակ չենք իդե։ Բարի։ Մեզ դիտում են։ Դուք պատկերացնում եք, ստացվում է, որ մենք հիմա հայհոյում ենք մեր ժողովրդին, ասում ենք, որ մեր ժողովուրդը սրիկաներին ընտրեց։ Ակնհայտ քրեական։ Դա ձեր գնահատականն է։ Բանը դատավճիռ կա։ Ոնց դատավճիռ կա։ Եվրոպայի մարդու իրավունքների դատավճիռ կա։ Մարդասպանության եւ արդարադատությանը խոչընդոտულ վերաբերյալ։ Բայց ոնց ասեմ ես։ Ռոբերտ Քոչարյանի եւ Ծառուկյան Գագոյի վերաբերյալ կա դատավճիռ։ Ինչ ուզում եք ասեք, դատավճիռը։ Այն մյուսները նրանց էլ կան, որ հիմա կասկածվում են կամ էլի դատավճիռներով մարդիկ կան։ Բա ոնց ասենք, հա, փաստաբան եմ ես դրանց։ Ես հանցագործների փաստաբան չեմ։ Կարող էի դառնալ։ Դուք գիտեք, որ ես չեմ զբաղվում մարդու իրավունքներով։ Ես այդ 10 տարի պատգամավոր եմ, ոչ մի անգամ բերդ չեմ գնացել, ասել եմ չեմ գնա։ Չեմ ուզում դա, ես չեմ ուզում դրանով զբաղվել։ Դատախազկա փաստաբան կա, դատավոր կա, թող զբաղվեն։ Ես ճիշտ եմ ասում, նրանք ճանաչվել են հանցագործ են,
ճանաչվել են, հանցագործներին ինչի բերեցինք մենք, ով, այսինքն մենք մեր վրա կրակողին բերեցինք ազգային ժողով, մեր վրա իշխան դրեցինք, որ էլի կրակի, մեր մասին ոնց այդպիսի, ուրեմն նրանք զավթեցին նորից, այսինքն զավթել են, ես ասում եմ զավթել են, այդ տեսեք հուշարձանները, Միասնիկյանի, Շահումյանի, այդ զավթիչ բանակի, Պասկևիչի հուշարձանը Սուրբ Էջմիածնում չեն հանում, հա, ուզում եք ասեք, պետք է հանված լինեին։ Բա ժողովուրդը մեղավոր է, բա մենք մեղավոր ենք, որ Միասնիկյանի արձանը դրեք կենտրոնական քաղաքի կենտրոնում։ Մեր ժողովուրդը ինչ անի։ Բա բերեցին խցկեցին զորով, շարով, փողով, ահաբեկելով գյուղատնտեսության դեմ պատերազմ հայտարարելով բերեցին խցկեցին, ես ասում եմ քաղաքական կամք փակել դրանց, ոնց է թույլ տալիս որ դրանք հանցագործները մտնեն իշխանական համակարգ, այդ համար եմ ասում, այլ վերադառնանք Ղարաբաղի հարցը, Նագորնի Ղարաբաղը, հանձնողի մասին քաղաքական գնահատական կա թե չէ, եթե չկա ուրեմն մենք ենք հանձնել. Դե Պուտինը ասում է դուք եք հանձնել, դու ես գնացել Պրահայում ասել ես ինչ են ինչ։ Դե բա աբարոտկեն, դրանք քրեական են, աբարոտկեն վերցրեք, խլեք, ով է հանձնել։ Բա Բրեստ-Լիտովսկի ես ինչ եմ, ամեն անգամ գալիս եմ, ես էլ բան ու գործ չունեմ, իմ այդ պատմական էքսկուրս, բա Մոսկվայի կոնֆերանսը, որ Նագորնի Ղարաբաղը հանձնել են, այդ մենք ենք հանձնել, ռուսական իմպերիան չի ցանկանում, ամեն բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում է հայկական պետության ստեղծմանը եւ հայկական պետության պատմությանը։ Ռուսաստանը թույլ չի տալիս, ունի մի քանի մանիֆեստ, պաշտոնական փաստաթղթեր, մանիֆեստ եմ ասում, որ հայ ժողովրդին պետություն չի կարելի, հայ ժողովուրդը պետություն ունենալու իրավունք չունի, ունի այդպիսի մանիֆեստներ, ռուսական պետություն ունի։ Եվ այսօր էլ մենք պայքարում ենք, որպեսզի հայկական պետության գոյությունը պայմանավորված է հակառուսականությամբ։ Այ արևմուտքը ստիպում է Ռուսաստանին, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները, հիմա էլ Եվրոմիությունը ստիպում է, պարտադրում է Ռուսաստանին հեռու մնալ Հայաստանից, թույլ տալ, որ հայ ժողովուրդը ունենա իր պետությունը։ Բայց ես ուզում եմ սահմանադրության մասին, եթե մի քանի րոպե ունենք, ասել, սահմանադրությունը անպայման պետք է ընտրվի ու ժողովուրդը պետք է ընտրի, ու ժողովուրդը պետք է ընտրի ոչ թե բանով հանրաքվեով, այլ սահմանադիր ժողով պետք է ընտրի, ոչ թե չգիտեմ ովքեր են դրանք։ Դա ինչպես է։ Սահմանադիր ժողով, այսինքն հատուկ մարմին է ընտրվում, մի քանի տարի թող աշխատեն, հատուկ մարմին, իրավաբանների, տնտեսագետների, քաղաքական գործիչների, ժողովուրդը, ոնց որ ազգային ժողով ընտրեց, ճիշտ այդ ձևի ընտրում է, ասենք 50 հոգու ցուցակ ենք կազմում, 10 հոգին կամ 13, 12 հոգին։ Դա պետությունն է կազմակերպում։ Պետությունը պետք է կազմի սահմանադիր ժողով, սահմանադիր ժողովը պետք է սահմանադրություն ընդունի, բայց սահմանադիր ժողովի առաջ պետք է դնես քաղաքական գնահատականը, ինչ պետության համար պետք է սահմանադիր ժողովը գրի սահմանադրություն, դրա համար ասում եմ թուղթ, այ որ դուք ասում եք ամերիկացիները 250 տարի են նույն սահմանադրությունով աշխարհը տիրում, մեն աշխարհի ամենահզոր պետությունն է, մենք շաբաթը մեկ որ սահմանադրություն գրենք, նայած այդ օրը քամին որտեղից է փչում, մենք քամին ուղղությունը փոխեց, ուրեմն սահմանադրությունն էլ պետք է փոխենք, դրա համար սահմանադիր ժողով, քաղաքական ծրագիր, ինչ պետության համար է գրվելու սահմանադիր ժողովը, ուրեմն գնահատական Նագորնի Ղարաբաղը վերջերս ով հանձնեց, ով գյուղատնտեսական մթերքների ճանապարհը փակեց, ով հանրապետություն կուսակցության ականջից բռնած տարավ Եվրազես, տարավ Մաքսային միություն, ովքեր էին դրանք անուն ազգանունով, դրանց գնահատականը տվեք, անուն ազգանունով, որ հանրաքվեի արդյունքները հաշվի չառնելով մեզ տարան Եվրազիական միություն, մենք հռչակել էինք, որ դուրս են գալիս ռուսական իմպերիայից, 99%-ը, 2.5 միլիոն մարդ, գլուխ չէ, քվեարկել էինք ու ընտրել էինք, ինչի տարակ մեզ Եվրազիական միություն, Մաքսային միություն, ինչի տարակ SNG, այս ասում եմ, այդ գնահատականը պետք է տրվի, նոր սահմանադրության մասին խոսենք, Նագորնի Ղարաբաղը հանձնողին ինչի չեք ասում, հանձնեցիր, մեզ վտարեցիր, քո բանակը բերեցիր ու հետո էլ հանձնեցիր,
այս համանadrություն պետք է լինի այն որ հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է թող մի հատ ճիշտ լավ ստույգ բացատրի ինչ պետություն է ուզում այդ դրա համար համանadrություն Մենք ունեցանք 99 թվական, դա էլ էր բեկում, ճիշտ է։ Հոկտեմբերի 27-ը նկատի ունենք։ Այո, եւ 13 թվականն։ Բայց մարտի 1-ը։ Դա էլ էր բեկում։ Ես ասում եմ, անընդհատ ռուսական իմպերիան քանի կա Հայաստանում, նա հոկտեմբերի 27 է կազմակերպում, անընդհատ։ Դուք կարծում եք 1920 թվականին 1300 սպա է գնդակահարվել։ Հայկական բանակը արնակամ եղած 1300 տարան Ռոստովում գնդակահարեցին։ Տասնյակ հազարավոր մարդիկ Բելամոր կանալ են փորել։ Այն հայրենադարձ հայերին ընդհանրապես անտեղյակ կոմունիզմից տարան քշեցին Սիբիր։ Ես որ ասեցի, ես գնացել ծառ եմ կտրել, բայց մի 200 հոգի էլ ամեն անգամ, ես արդեն 50 տարի է դա ասում եմ։ Իմ նման 200 հոգի դատավճիռներ ունենք։ Սովետական միությունը ունի անձնագիր։ Միայն Գարեգին Նժդեհը չի, բայց Գարեգին Նժդեհը ռումինացի էր։ Իրավունք չունեին նրան դատելու ըստ Թեհրանի եւ Պոցդամի պայմանագրի երկրորդ համաշխարհային պատերազմի փաստով նրան իրավունք չունեին Գարեգին Նժդեհին Վլադիմիրում, որտեղ որ ինձ են պահել։ Վլադիմիրում պահելու, սպանելու։ Ոնց, բա դրա գնահատականը պետք է տրվի, չէ՞։ Մենք բայց անընդհատ մենք պայքարում ենք, դրանք անընդհատ մեզ սպանում են։ Հիմա էլ չէ, հիմա գնացեք Եռաբլուր։ Կազմակերպեցին չէ Եռաբլուրը, մեր երիտասարդությանը։ Այդ ինչ արեցին։ Մեր տղաներին տարան։ Բա ինչ անենք։ Կռվում ենք, մենք հիմա էլ մենք կռիվ ենք անում։ Մենք ինքնապաշտպանության իրավունքով կոչ ենք անում մեր իշխանություններին։ Ստապվեք։ Դուք դառնում եք փայատերը, չեմ ասում հանցակից։ Եթե չեք պայքարում դրա դեմ, դուք ուրեմն համաձայնեք։ Ինչի բերեցիք այդ հանցագործներին իշխանության։ Ինչի բերեցիք։ Դուք եք բերել։ Ձեր ազգային ժողովն է, մեր ազգային ժողովը չի դա։ Դուք դրանց գործընկերն եք։ Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի գործընկերն եք դուք։ Այն մեկը չանցավ, հա։ Հակառակը Գագիկ Ծառուկյանը դեռ չգիտեմ։ Սամվել Կարապետյանի գործընկերն եք։ Բայց ինչ եք նրան դեմ քրեական գործ հարուցել։